Դոգմատիկ ուսուցման մեջ ասում է, որ Մարիամը հավերժական կույս էր, Աստվածամայրը հավերժական կույս էր, և հայոց մեջ պտտվում է այս սխալ ղպտիական ապոկրիֆը, առայն, որ երբ որ Մատթեոս 13:55-ում կամ Մարկոս 6:3-ում ասվում է, սա հյուսնի որդին չէ, նրա մայրը Մարիամը և նրա եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը, Հուդան։ Եվ ասում են, որ մանավանդ բողոքական այս մարդիկ պնդում են, որ Մարիամի կուսություն պետք է դնել հարցականի տակ, որովհետև դա իր երեխաներն էին։ Բոլորին այդպես չէ։ Եվ բանն այն է, որ այս ապոկրիֆի մեջ, որ գալիս է ղպտի ինչ-որ ձեռագրերից և տարածված է հայոց մեջ, ասում են, որ դա իբր թե Հովսեփի առաջի կնոջ երեխաներն են, որ ապրել են փաստորեն Մարիամի խնամակալության տակ, և այդ կինը մահացել է, և դրանք Հովսեփի երեխաներն են։ Պարզ տրամաբանությունը հավատացյալ մարդու մեջ, հավատք ունեցող մարդու մեջ պիտի որ խոսի։ Ինչպես եղավ, որ հավերժական կույս Մարիամը և Աստվածամարդը մարդացած Աստված տրվում է այս ամուրուն, որը արդեն գիտի ինչ է ամուսնական անկողինը, այդպես չի լինում։ Եվ մենք հայտնություններից գիտենք, որ Սուրբ Հովսեփը ինքը կրոնավոր էր և ապրում էր լեռների մեջ քարանձավներում և ինքը նույնպես նվիրաբերված է եղել Աստծուն փոքրուց, ինչպես և Մարիամ 3 տարեկանից նվիրաբերվեց տաճարին։ Եվ նա կույս էր, նա նույնպես, Սուրբ Հովսեփը նույնպես հավերժական կույս արարած է մեծագույնը տղամարդկանցից և նրա մոդելով է կաթոլիկ եկեղեցու քահանան, որը նույնպես կուսակրոնության ուխտի տակ է։ Սուրբ Հովսեփը կուսակրոնության ուխտի տակ էր և այս երեխաները վերաբերվում են վերևով նշած Հակոբոս, Հովսեփ, Սիմոն, Հուդա, վերաբերվում է Հովհաննես 19:25-ին, որտեղ ասում է խաչի տակ կանգնած էր նրա մայրը, մորաքույրը Մարիամ Կլոփասին, Կլոփասը, ինչպես որ թարգմանվում է։ Եվ ուրիշ շատ տեղերում էլ ասում այդ մասին, որը ես դուրս գրեցի, բայց մի քիչ երկար է ստացվում։ Եվ այդ մասին նաև Եվսեբիոսը ունի եկեղեցի պատմության աշխատության մեջ, բերում է առաջին դարի հեղինակ Հեգիսիպոսի վկայությունը, առայն որ սրանք Մարիամի քրոջ, որը նույնպես կոչվում էր Մարիամ, երեխաներն են, Կլոփաս Մարիամի երեխաներն են։ Եվ ամեն ինչ կարծես թե սկսվում է հասկացվել, Մարիամը 3 տարեկանում նրա մայրը Աննան հանձնեց նրան տաճար, դուք պատկերացրեք, նրանք ովքեր մայր են, պիտի հասկանան, թե դա ինչ սարսափելի ցավ է մոր համար, մեծ նվիրում է, մեծ զոհաբերություն է իհարկե, բայց փոքրիկ Մարիամը 3 տարեկանից նվիրաբերվեց տաճարին և Աննան այլևս նրան չտեսավ, և այս Մարիամ առաջնեկ էր, այս Մարիամ կույսը հայտնություններով ծնված, անգամ կա այս տեսությունը, որ Մարիամը հղացել է կուսածությունից, և սրա մեջ չենք խորանում, արգելված է դրա մեջ խորանը, բայց անգամ մեր ժամագրքի մեջ այդ մասին խոսվում է։ Եվ Աննան իհարկե պիտի տառապեր, և այդ տառապանքները տեսնելով Աստված նրան մխիթարեց տալով մի ուրիշ երեխա, նորից դուստր, և նորից նրա անունը Աննան դրեց Մարիամ, որը Կլեոփայի փաստորեն այդ մարդու կինն է եղել, և այս երեխաները համարյա թե Հիսուսի տարիքին են եղել, միասին մեծացել են, և Եբրայերում նորից զարմիկ բառ չկա։ Ուրեմն ստացվում է, որ նրանք միասին մեծացել են, ժողովուրդը ճանաչել է նրան որպես մի ընտանիք, և ինչու փաստորեն Մատթեոսի և Մարկոսի ավետարաններում այդ մասին նշվում է։ Բայց իհարկե այստեղ շատ մանրամասներ կան,
այս եղբայրների մասին, որը նույնպես Հակոբոսը, Սիմոնը Հուդան իր աշակերտներ եւ փաստորեն առաքյալներն են, այսինքն թե այն մարդիկ, որոնք շարունակեցին նաեւ Քրիստոսի համբարձումից հետո Քրիստոսի առաքելությունը եւ մենք պետք է երբեք ապոկրիֆների վրա չհիմնվենք նորից նրանք ովքեր հասկանում են այս ամենի լրջությունը եկեղեցու պատմության մեջ Եվսեբեոսի բարձ ասում է ահա բերեմ կարդամ այդ հատվածը Հակոբոսի նահատակությունից եւ Երուսաղեմի գրավումից հետո, որը անմիջապես դրան հաջորդեց, ասում է, որ առաքյալներն ու Տիրոջ աշակերտները, որոնք դեռ կենդանի էին, հավաքվեցին բոլոր կողմերից նրանց հետ, ովքեր առնչվում էին Տիրոջ բարեկամության հետ։ Որպեսզի հասկանան, թե ով է Հակոբոսին հաջորդելու։ Եվ նրանք բոլորը միաձայն ասացին Սիմոնի անունը, որը Կլոփասի որդին էր, որը նաև հիշատակում է Ավետարանում։ Եվ ասացին, որ Հակոբոսից հետո Սիմոնը պետք է լինի եպիսկոպոսը։ Եվ ասում է նաև, որ այդ Սիմոնը փրկչի զարմիկն էր։ Հիգեսպիոսը նշում է, ինքը ներկա է եղել։ Առաջի դարի սուրբ է եղել, որը Կլոփասը Հովսեփի եղբայրն էր։ Ուրեմն Հովսեփի եղբայրը Կլոփասը վերցրել է որպես կին կնության Մարիամ Աստվածամոր քրոջը Մարիամ Կլոփասին։ Այո, ուրեմն այս մեջբերումը Եվսեբեոսը կատարում է դեպքերի ականատես մեկից Հեգեսիպոսից։ Ահա պաստորեն եկեղեցին հերքում է առայն որ ինչպես ձեր եկեղեցու քահանաներն են սխալման ասում, առայն որ Հովսեփը եղել է ամուսնացյալ եւ դա չէ կարող պատահել որովհետև Աստվածամայրը եւ Աստվածավորտին պետք է վստահվեր միայն կույս մարդու, բացարձակ հրեշտակային մարդու եւ նորից Սուրբ Հովսեփը մոդելն է եւ նաեւ նա համարվում է կաթոլիկ եկեղեցու եկեղեցիների հովանավոր Սուրբը ամբողջ եկեղեցիների խորանը նվիրաբերված է Սուրբ Հովսեփին եւ խնդրում եմ պետք է զգուշ լինել այստեղ նորից Հովանեսի 19:25 ասում է որ այդ տղաները պատկանում են Մարիամ Կլոփասին այդ մասին նաեւ վկայում է Եվսեբեոսը եւ պետք չէ հենվել ապոկրիֆների վրա որոնք ոչ մի իրական հիմք չունեն եւ ահա մեր եկեղեցու քահանաները պետք է շատ զգուշ լինեն